Ողջույն, այսօր մեր հյուրն է հոգեբան, հոգեթերապևտ Սիրանուշ Դավթյանը։ Ողջույն Սիրանուշ։ Ողջույն։ Ուրախ եմ նորից հյուր ընկալելու եւ ելի խոսելու ենք շատ զգայուն, շատ բարդ, ցավոք շատ արդիական թեմայից, բռնության հետ կապված ու բռնությունների տարբեր տեսակների հետ կապված եւ այսօր խոսելու ենք էթիկական սկզբունքներից բռնության հետ աշխատանքում, որովհետեւ ինքս շատ հաճախ շփվելով մասնագետների հետ տեսել եմ, զգացել եմ ու ինքս էլ իմ փորձով գիտեմ, որ շատ կարևոր թեմա է, որովհետեւ շատ հաճախ չգիտենք այդ սահմանը, հա, ճիշտ սահմանը, որտեղից սկսենք բռնության հետ աշխատանքը, ինչ էթիկական սկզբունքներ պիտի պահպանենք, ինչ մարդկային սկզբունքներ պիտի պահպանենք եւ կուզեմ այսօր մի քիչ սրա մասին զրուցենք։ Սիրան, ո՞րն են ամենակարևոր սկզբունքները, որոնք sense ուղղակի պետք է մատնանշել։ Երևի ամենաառաջինը կխոսեմ հավասարության սկզբունքի մասին, որտեղ որ ի տարբերություն այլ խնդիրների, հատկապես բռնության թեմայի մեջ շատ կարևոր է հավասարը հավասարի սկզբունքով աշխատելը, որտեղ որ այցելուն միշտ զգում է, որ թերապևտը ոչ մի առավելություն չունի, ոչ մի սպეციფიկ առանձնահատկություններ չունի, գուցե եւ մասնագետը ով իր դիմաց նստած է, բայց եկել է աջակցելու եւ ավելի միտված է դեպի ինքը, որովհետեւ սովորաբար բռնության ենթարկված անձիկ միշտ ունեն այդ զգացողությունը, որ դիմացինը ավելին գիտի կամ ավելի ռեսուրսներ ունի ու այդ գերակայություն են տալիս դիմացինին, իսկ այդ հեշտ է վերցնել որպես մասնագետ երբեմն։ Երկրորդը իհարկե գաղտնապահության սկզբունքը, որովհետեւ բռնության թեման բավականին սպეციფიկ է ու շատ հատկապես հիմա շատ աժոտաժ առաջացնող թեմա է, շատ կարևոր է որպես մասնագետ միշտ ունենալ այդ կոնֆիդենցիալության եւ գաղտնապահության մասը ու հատկապես բռնության պարագայում մենք ունենք վտանգի գաղափար, որը ենթադրում եմ խոսենք այսօր, որովհետեւ այդ շատ կարևոր սկզբունք է իմանալու եւ անելու համար մասնագետը պիտի վերապատրաստված լինի, կարծում եմ այս կարևոր մասը, որովհետեւ նախ պիտի իմանա ռիսկը ինչ է բռնության թեմայի մեջ, անվտանգությունն ինչ է բռնության թեմայի մեջ եւ ամենակարևորը կարծում եմ երբեմն մեր թեմայի մեջ այդ օբյեկտիվության եւ էմպաթիայի կռիվն է լինում բռնության թեմայի մեջ, որը հատկապես բռնություն կիրառող անձանց հետ աշխատանքում դժվար է պահել, կարծում եմ այս ռանկ կառանձնացնեմ շատ։ Ժան, այ նույն գաղտնապահության հարցը, հա, օրինակ դեռահասը ենթադրենք, ասում է, որ բռնության ինչ որ էլեմենտներ են զգում, դա կլինի ֆիզիկական, դա կլինի սեռական եւ այլ, ու շատ հաճախ այս հարցը ծագում է, հա, մասնագետը ինչ պիտի անի, առաջին օղակում պիտի դիմի, ոնց սա բացահայտի։ Մենք եթե ուրիշ երկրում ապրեինք, ես երևի կասեի առաջին իհարկե ոստիկանություն, հիմա էլ եմ ասում, որ ոստիկանություն, որովհետև ցանկացած բռնության ահազանգ անչափահասի պարագայում շատ կարևոր է, որպեսզի իրավապահ մարմինները քննեն ու հասկանան հարցը ինչումն է, ու հատկապես կարծում եմ այստեղ շատ կարևոր մաս կա, քանի մենք չունենք այս լիցենզավորման հարցը ու թեման, մասնագետները մի տեսակ ազատ են իրենց զգում, բայց դրսում եթե նայում ենք պրակտիկան, օրինակ գոյություն ունի շատ հայտնի Տարասովի կանոնը բռնության թեմայի մեջ, ինքը աշխատել է համալսարանում եւ իր ուսանող եկել է եւ ասել է, որ ինքը սպանելու է Տատյանա Տարասովային, ում թերապևտը ճանաչում է։ Թերապևտը զգուշացրել է ինչ որ մարդկանց առանց այդ կնոջը ասելու կամ կնոջ ընտանիքին ասելու, ու ցավոք սրտի իր այցելուն սպանել է այդ կնոջը, որից հետո դատական հայց է ներկայացվել թերապևտի նկատմամբ, որովհետեւ ինքը փաստորեն ամբողջապես չի արել անվտանգության այդ բոլոր մասերը, որոնք պիտի աներ, ու հաղթել է դատը ու դրանից հետո դարձել է Տարասովի կանոնը շատ հայտնի, օրինակ բռնության պարագայում մենք շատ հաճախ այս ունենում ենք, այսինքն դու կարող ես կիսատ անես, որը ցավոք սրտի մարդու կյանքի գինարժեն, հա, որովհետև նույն դեռահասների պարագայում մենք պատկերացնում ենք, որ դե հա, հիմա ծնողը մի հատ ապտակել է եւ այլը, բայց միշտ պիտի մտածենք, որ դեպքերը շատ են ու քանի գնում շատանում են, որ կան նաեւ մահվան դեպքեր ծեծի արդյունքում ու պետք է այս էլ հաշվի առնել։ Ես կարծում եմ առաջին օղակը դա ոստիկանությունն է, այն բանը կառույցը կոպիտ ասած, որը հենց աշխատում է այս մասով, հատկապես մենք օրենք ունենք ընտանիքում բռնության կանխարգելման, այս էլ մեզ օգնող ինչ որ մաս կլինի, բայց կարծում եմ, որ Հայաստանը մի քիչ մեխանիզմները ուրիշ ձև են արվում, օրինակ շատ հաճախ ծնողներից որից մեկի հետ է խոսվում, ախր դժվար է հասկանալ ծնողներից որն է նախ բռնություն, ով է բռնություն կիրառում, այն ծնողը որ գալիս ասում է, ես լավն եմ, այդ չի նշանակում, որ հենց ինքը բռնություն չի գործադրում, որովհետև ցավոք սրտի դեռևս շարունակում է դաստիարակության մեջ այդ
ծնողի ապտակի լավ լինելու մասը։ Ու մտածում եմ երկրորդ կետով երևի կարևոր է դպրոց, այսինքն ուսումնական հաստատություն, որտեղ որ երեխան գնում է զգուշացնել դրա մասին, որովհետև ես մտածում եմ, որ ուսումնական հաստատությունները մի տեսակ շատ բռնության թեմայի նկատմամբ զգայունությունը չեն օգտագործում իշահ երեխայի շատ հաճախ, որովհետև երբ որ ես աշխատում էի տարբեր ճգնաժամային կենտրոններում, մենք ունենում էինք դեպք, որ, չգիտեմ, դպրոցը երեխային դպրոց հանելա, չգիտես ինչի, հա, ինչ ա եղել, որովհետև սեռական բռնության դեպք է, հայտնի է եղել, երեխային բուլինգի են ենթարկել եւ դպրոցը լավագույն տարբերակը տեսել է այդ երեխային հեռացնել է դպրոցից, որ անունը դուրս չգա, իսկ ես կարծում եմ շատ կոպտագույն խնդիր է երեխային փաստացի իր այն բազային իրավունքներից զրկելը։ Մտածում եմ երևի առաջինը իհարկե շատ վախենալու է մասնագետի համար դիմել ոստիկանություն, որովհետև հետո կարող է մտքեր կան, որ հետո կարող է այդ դեպքը պտտվի իր դեմ ու տենց լինում էլ է նաև, բայց մտածում եմ այս որպես մասնագետ շատ կարևոր է գնալ մինչև վերջ, վստահ գնալ մինչև վերջ, ու եթե կա կասկած ու տեսնում է մասնագետը այդ կասկածի հետևանքները, դիմել համապատասխան մարմինների։ Ուղղակի հաճախ այդ հարցն է հնչում, հա, դեռահաս ինքն է խնդրում ոչ մեկին չասել, մասնագետը ասում է, բա որ ասեմ, վստահությունը կկորի, ինքը այլևս չի գա ինձ մոտ, ու այս վստահության հարցերն առաջին պլան գալիս, քան անվտանգության հարցերը կարծես թե, այս դեպքում ինչ կասես մասնագետներին։ Եթե խոսում ենք անչափահասի պարագայում, ինձ թվում է երևի այստեղ մի հատ փոքրիկ նյուանս կա, անչափահաս ոնց որ այս կարևոր մասը ու նշանակում է չափահաս մարդիկ են գնահատում իր այս կամ այն խնդիրները եւ հարցերը։ Եթե մենք խոսում ենք չափահաս մարդու պարագայում, միանշանակ հենվում ենք իր խնդրանքի վրա, բայելով կոնֆիդենցիալությունը եւ այլը երբեք չխախտելով այդ մասը, բայց անչափահասների պարագայում էթիկական շատ ուժ խնդիր առաջանում հետևանքների տեսանկյունից, որովհետեւ շատ հաճախ դեռահասը կարա չգնահատի հետևանքի լրջությունը, իսկ այդ ամբողջ պատասխանատվությունը փաստորեն բեռը ընկնում է մասնագետի վրա, հետեւաբար անչափահասների պարագայում երևի եթե ծնողները միտված են համագործակցության, ծնողների հետ համագործակցելով դիմել իրավապահ մարմիններին եւ կարողանալ ինչ-որ լուծումներ գտնել։ Այ խոսեցինք, հա, այդ ռիսկի գնահատում, անվտանգության պլան, մի փոքր կմանրամասնես դա ինչ է նշանակում։ Իհարկե, որովհետև տեսեք, մենք սովորաբար, երբ որ խոսում ենք բռնության թեմայի մասին, պետք է հիշենք, որ ընտանիքում ամենաշատը ցավոք սրտի, այս ցույց է տալիս մեր պաշտոնական տվյալները, ամբողջ աշխարհի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կնոջ եւ երեխայի համար ամենաանապահով տեղը ցավոք սրտի ընտանիքն է։ Այնտեղ որտեղ իրենք փաստացի պետք է ամենաապահովը զգան ու այս նշանակում է որ ցիկլ կա, այսինքն եթե անծանոթ ինչ որ մեկը ինձ բռնության օրինակ ենթարկի, ամենայն հավանականությամբ մենք իրար էլ չենք հանդիպի, բայց եթե դա օրինակ իմ ընտանիքի անդամներից մեկն է, ամենայն հավանականությամբ մենք ամեն երեկո հանդիպելու ենք ու բռնությունը շարունակվելու է։ Այս նշանակում է արդեն ընտանեկան բռնություն, ընտանիքի ներսում բռնությունը բավականին բարձր ռիսկայնությամբ հանցագործություն է ու մենք այս պարագայում պետք է գնահատենք ռիսկը։ Օրինակ ռիսկի գնահատման լավագույն գործիքներից մեկն է, թե ինչ հաճախականությամբ է բռնությունը կրկնվում, որովհետև սովորաբար փորձը ցույց է տալիս, որ ռիսկը բարձրանում է այն ժամանակ, երբ որ մենք ունենում ենք հաճախականության կտրուկ բարձրացում։ Շատ կարևոր է օրինակ հասկանալ բռնություն կիրառող մարդը արդյոք ունի սուր առարկաներ կամ զենք, սպառնում է որ կսպանի թե չէ, որովհետև երբեմն է շատ կարևոր մասը հասկանալու համար։ Օրինակ խեղդամահության դեպքերը համարվում են ռիսկի բարձր գործոն, որովհետև այս նշանակում է, որ մենք շատ բարձր ռիսկայնությամբ դեպքի հետ գործ ունենք։ Կնոջ հղիությունը ընտանեկան բռնության ցիկլերի մեջ համարվում է ռիսկի գործոն, եթե օրինակ թերապևտը իմանում է, որ կինը այս պետք է զգուշացնի կնոջը, որ ամենայն հավանականությամբ ձեր մոտ ցիկլերի սրացում է լինելու։ Այս օրինակ ռիսկի գնահատման կարևոր գործիքներ են։ Իսկ անվտանգության պլանի տեսանկյունից քիչ չեն դեպքերը Հայաստանում, երբ որ մարդը շարունակում է մնալ բռնություն գործադրող անձի հետ։ Լիքը գործոններով պայմանավորված, ու այստեղ շատ կարևոր է, որպեսզի մասնագետը իմանա անվտանգության պլանի գոնե այն սկզբունքային կետերը, օրինակ հեռացման պլան միասին մշակեն, օրինակ եթե կինը անպայման ուզում է երեխաներին վերցնի իր հետ, պարտադիր չի, որ երեխաները ամեն ինչ գնան պապային պատմեն, հետևաբար պիտի պայմանավորվի։ Շատ հաճախ բռնության ենթարկված կանայք ասում են նրա մասին, որ իրենք պիտի հեռանան։ Իսկ այս ռիսկի բարձրացման գործն է ու շատ կարևոր է, որպեսզի թերապևտը զգուշացնի, որ
կարող է եւ անդառնալի հետևանքներ ունենանք։ Այսինքն ամենակարևոր ինչ-որ կետեր, որոնք հենց անվտանգության թեմային են կապված, որովհետեւ շատ հաճախ բռնության ցիկլերով ապրող մարդիկ տրավմայով պայմանավորված ունեն այդ շատ սպეციფიկ բանը՝ նվազեցնելու բռնության հետևանքներն ու ազդեցությունը։ Սա աշխատում է այդ լիմբիական համակարգի մեխանիզմով եւ այլն, ու շատ հաճախ երբ որ գալիս է այցելուն, ինքը պատմում ինչ-որ բաներ, ու եթե թերապևտը վերապատրաստված չի, իր համար կլինի մի հատ ինչ-որ բան, որտեղ հա պատմում է այս կինը կամ այս երեխան ոչինչ, բայց ոնց որ երբ որ արմատներն են գնում ու հասկանում ենք դեպքերի սպეციფիկան, հասկանում ենք, որ երբեմն իրապես ցավոք սրտի անդառնալի հետևանքներ են ունենում։ Ճիշտ եմ հասկանում, Սերժ ջան, որ այդ անվտանգության պլանը ոնց որ թերապևտն է նաև մշակում, որպես իրար հետ, որպես ես ենթադրում եմ, որ բռնության ենթարկված անձը ի վիճակի չի հաճախ սթափ գնահատելու իրավիճակը, հա, իր տրավմայից ելնելով եւ այլ, ու թերապևտն ամենում են մարդը, որը կարող է ոնց որ օբյեկտիվ կողքից այդ իրավիճակը տեսնի ու ոնց որ ուղղորդում տա։ Անպայման, որովհետեւ շատ հաճախ օրինակ բռնության ենթարկված անձիկ շատ նորմալ է որ չունեն գիտելիքներ բռնության վերաբերյալ։ Իհարկե մենք չենք գալիս ու անձին ասում, այո, դու բռնության ես ենթարկում, մի հատ ուշադիր եղի, բայց սովորաբար կա այդ կարևոր միտումը, որ օրինակ միջազգային գրականությունը այս ցույց է տալիս, որ սա հայտնի է որպես գազլայթինգ ու փաստացի ձեր կյանքում ես կրկնվող ինչ-որ մի բան է, կուզենամ սրան ուշադրություն դարձնեք, կամ օրինակ միջազգային գրականության մեջ մենք ունենք ընտանեկան բռնության ցիկլեր, հա, ու ցիկլերի մասին ենք օրինակ շատ հաճախ խոսում, օրինակ հայտնի մեղրամսի փուլում սովորաբար այցելուները կարող է եւ չգանել այլևս թերապիայի, բայց շատ կարեւոր է որ իրանք իմանան, որ գոյություն ունի այդպիսի մի փուլ, որտեղ որ ոնց որ տրավման է աշխատում ու սովորաբար ազդեցություն է ունենում իրենց հարաբերությունների մեջ։ Այո, միասին ու շատ կարեւոր է որպեսզի մասնագետը իմանա դա։ Երբեմն ցավում եմ իհարկե, բայց երբեմն այնպես է լինում, որ մասնագետը չգիտի դրա մասին ու փաստորեն այցելուն ոնց որ գնում է հոգեթերապևտի մոտ ու բաց է մնում ինչ-որ բաներ, հա, ու ինչն է ամբողջ աշխարհում ամենակարևոր բանը բռնության кейսերում, շատ հաճախ ինչ են ուղղորդում կենտրոններ համապատասխան, որովհետև բռնությունը բազմաշերտ հիմնախնդիր է ու կարիք կա բազմամասնագիտական թիմի։ Օրինակ շատ հաճախ, որովհետև թերապևտը իրավաբանական ոչ մի հարցի չի կարող պատասխանել ու այստեղ շատ կարևոր մասը կամ ռիսկը եթե բարձրա պարտավոր է ուղղակի ինքը ուղղորդել համապատասխան կառույց, որտեղ կա ապաստարան։ Եթե դու չուղղորդես, պատասխանատվությունը հետևանքի շատ ուղիղ կոպիտ ասած ընկնում է քո վրա, որովհետև փաստորեն բարձր ռիսկայնությամբ անձը գալիս է քո մոտ ու դու շարունակում ես աշխատել իր հետ թերապևտիկ դաշտում, կարող է եւ օգտակար է, չգիտեմ, բայց ամենաբազային պահանջմունքը եթե բավարարված չի, շատ դժվար է էլի պատկերացնել այդ թերապիայի արդյունավետությունը եւ ազդեցությունը։ Ու գալիս ենք մեկ այլ էթիկական սկզբունքի, այլ մասնագետների հետ համագործակցության սկզբունքին, որտեղ շատ կարևոր է այս բազմաֆունկցիոնալ թիմի առկայությունը։ Այո, շատ կարևոր է, որովհետև բռնության թեմայի մեջ մենք սոցիալական մեծ մաս ունենք, որովհետև տարիներ շարունակ կանայք իզոլացիայի մեջ են մնում ու այս շատ մանիպուլատիվ վարքի արդյունքում է լինում, ու մենք օրինակ անցած անգամ խոսացինք այդ լավ բոմբինգի եւ այլնի մասին, այս մեխանիզմները աշխատում են իհարկե, սոցիալական մաս կա, իրավաբանական մասը, հոգեբանական մաս, իհարկե բժշկական մաս շատ ենք ունենում, շատ խնդիրներով, կոտրվածքներով, ներքին անհոսություններով եւ այլն։ Բավականին շատ բազմամասնագիտական թիմի կարիք է լինում ու թերապևտը, հոգեթերապևտը պետք է աշխատի այդքան մասնագետի հետ, այսինքն կոնֆիդենցիալությունը պահելով, այնուամենայնիվ կապը այդ մասնագետների հետ լինի, ուղղորդումը գրագետ լինի։ Հետևաբար նաև մասնագետը պիտի իմանա ուր ուղղորդի, հա, այդ նույն թեժ գծեր եւ այլն այդ իրազեկվածությունը պիտի ունենա։ Անպայման։ Օրինակ, եթե դու աշխատում ես ընտանեկան բռնության դեպքով, շատ կարիք կա, որպեսզի դու իմանաս, որ մենք օրենք ունենք։ Շատ կարևոր է, որպեսզի դու իմանաս, որ այդ օրենքի շրջանակներում պետությունը լիքը բաներ ունի, պարտավորություններ ունի, այդ շատ կարևոր է։ Այն որ մենք արդեն համարյա գրեթե բոլոր մարզերում ունենք կենտրոններ, որոնք աշխատում են ընտանեկան բռնության մասով։ Մենք ունենք կենտրոններ, որ 24/7 են աշխատում եւ կենտրոններ, որ ցերեկային ժամերին են աշխատում։ Ապաստարան, այսինքն ցանկացած բան, որը բռնության ենթարկված անձին օգտակար կարա լինի, շատ կարևոր է, որպեսզի մասնագետը իմանա։ Նույն պաշտպանության միջոցները, որ ոստիկանությունն է կիրառում, մենք 3 տեսակի պաշտպանության միջոց ունենք, այսինքն ամեն ինչ թերապևտը պիտի իմանա, որպեսզի կարողանա ուղղորդումը ճիշտ անի, հա, այսինքն պարտավոր չի ինքը վերցնի ամեն ինչ իր վրա,
բայց շատ կարևոր է, որ օրինակ երբ որ այցելուն գա ասի, որ ոստիկանությունում, չգիտեմ, ինչ որ խնդիր է եղել, պաշտպանության միջոց չեն կիրառել, ինքը պնդի, որ դիմի իրավաբանի եւ կարողանան ինչ որ ելքեր գտնել։ Հետևաբար Սիանուշ ջան, ոնց որ շատ իրազեկված ու գրագետ մասնագիտական աշխատանք է պետք։ Ես որ խոսում ես, երբեմն ես հանդիպել եմ այդպիսի կարծիքի, որ ոյ շատ բարդ դեպքեր է ասում, դե մեր մոտ տենց չի, մեր ընտանիքում տենց չի, դե նույն կոտրվածք եւ այլ, ու կան մշակութային առանձնահատկություններ բռնությանը վերաբերյալ։ Կուզեմ մի փոքր դրան էլ անդրադառնաս, որովհետեւ իսկապես մասնագետներն էլ այս մշակույթից լինելով, ամենք բոլորս երբեմն նորմալիզացնում ենք ինչ որ բաներ, ասում ենք դե որ ծայրահեղ բան չի, դե հիմա ոչինչ, դա կարող է բռնություն չի, բայց ըստ իս որպես մասնագետ մենք ռիսկերը իսկապես պիտի գնահատենք ու կասես ինչ մշակութային առանձնահատկություններ կա եւ մասնագետը ինչպես գրագետ մոտենա, որ մարդիկ նաեւ չվախենան ու չգնան ուրիշ մասնագետի մոտ, որը հանգիստ ավելի նորմալիզացնում է այս ամենը։ Շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև ինքը ամբողջ հիմքը, եթե նայենք, մշակութային է։ Այսինքն նույն այդ գենդերային սոցիալիզացիան, որը անցնում է բռնություն կիրառող անձը եւ բռնության ենթարկված անձը, շատ պայմանավորված է մեր մշակույթով, որտեղ որ եթե տղա ես պիտի խփես, եթե տղա ես պիտի հայոյանքներ իմանաս, աղջիկը հնազանդ է, աղջիկը խելոք է, հա, ու մենք ձևավորում ենք այդ ուժի եւ իշխանության անիվը, որը շատ բնականաբար բոլորս ենք կիսում։ Տենց մարդ չկա Հայաստանում, երևի այդ ուժի իշխանության անիվի մի մասը չլինի, որտեղ գիտենք, որ այս սենց է, նենց է եւ այլն։ Բայց թերապիայում շատ կարևոր է, որպեսզի մենք հեռու պահենք մեզ դրանից ու շատ կարողանանք զրոյական դիրքորոշմամբ մտնենք հոգեթերապիա։ Որովհետեւ շատ հաճախ լինում է իրապես տենց դեպքեր, երբ որ այցելուն գայս է ինքը արդեն մինիմալիզացնելով կատարվածը։ Այս իր պաշտպանական մեխանիզմն է, ինքը իր կոպինգ ստրատեգիան օգտագործում է։ Ու եթե մենք ունենանք այդ բանը, որտեղ հա ճիշտ ասում էլի նորմալ երևույթ է, ստացվում է, որ մեր թերապիան չի գնալու այնտեղ, որտեղ պիտի գնա, հա, ինչ որ կետից ինքը լրիվ ուրիշ բանի մասին է լինելու, նորմալիզացնելու ենք բռնությունը, որը շատ ավելի վատ բան է, ի սկզբանե, հա, այսինքն եթե ինքը կասկածով գալիս է, մենք նորմալիզացնում ենք ու ավելի վատացնում ենք վիճակը։ Սկզբի համար երևի այդ միշտ ես ասում եմ վերապատրաստումների համար օգտագործում ենք այն բառերը, ինչ որ ինքն է ասում։ Չգիտեմ, ինքը ինձ ծաղրում է, ասում ենք փաստորեն ինքը ձեզ ծաղրում է, այսինքն մենք ոչ մի բառ չենք ավելացնում մեզ։ Չենք ասում երբեք, մենք երբեք չենք կարող որակել այնքան ժամանակ, մինչև որ օրինակ աշխատում ենք ինչ որ միջազգային փորձի օրինակներով, որը շատ օգտակար է լինում իմիջիալոց եւ որովհետեւ մենք աշխարհում տարբեր երկրներում, նաեւ հիմա Հայաստանն էլ է միացել այդ ստատիստիկաների վարմանը, լիքը ստատիստիկա ունենք, ինչը կարելի է շատ ի օգուտ այցելուի օգտագործել ու գիտելիքահեն լինել։ Կամ օրինակ բերել քո համար այդ ինչա, ոնց որ լավ, թողենք մի կողմ այս ամեն ինչը, դու ինչ ես զգում արդյունքում ու տեսնում ենք, որ այնտեղ կա ցավ, ինչ որ տխրություն եւ այլն, այս էլ արդեն ցուցանիշներն են նրան, որ այնտեղ տրավմատիկ ինչ որ փորձառություն է լինում։ Անունը կարանք բռնություն չդնենք, կարանք ամեն ինչ դնենք, ինչ որ այցելուն ասում, բայց շատ կարևոր է ցույց տալ, որ դա բացասական հետևանքներ ունի ու արդյունքում ինքը ինչ որ հետևանքներով եկել է մեզ մոտ, հա, որտեղ շատ հաճախ նույն այցելուն գայս է մեզ մոտ չիմանալով, որ այդ բռնության հետևանք է, հա, օրինակ քնի հետ կապված խնդիրներ ունի, շատ հաճախ է լինում, շատ հաճախ ունենում են մարմնի այդ թափառող ցավերը, որը եւս չի իդենտիֆիկացվում որպես բռնության հետևանք, ու շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք այս մասը ապահովել։ Ու այս շատ կապված է նաեւ հավասարության սկզբունքի հետ, այսինքն բառերը լեզվամտածողությունը այցելուի մասով պիտի գնա։ Օրինակ բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքում շատ կարևոր է ու ամենակարևոր սկզբունքներից մեկն է օգտագործել այն լեքսիկոնը, ինչ որ այդ անձն է օգտագործում։ Օրինակ շատ հաճախ դե հոգեբանները սիրում են բարդ բառեր ասել, այդ ունավ ես, բայց այդ բռնության ենթարկված անձանց հետ չի աշխատում։ Հարցը ստեղ ինտելեկտուալ լեվելը չի, ընդհանրապես մենք գործ ունենք երկար տարիներ տրավմատիզացված անձանց հետ, իսկ այս նշանակում է, որ մենք այդ մեր բարդ բառերով շատ ավելի ծանրացնելու ենք վիճակը։ Շատ բարձ այն բառերով ինչ որ ինքն է ասում, այն բառերով ինչ որ ինքն է հա պատմում իր վիճակը, նույնը մենք ենք վերարտադրում առանց ավելորդ բաների, բայց մենք մեր մտքում ամենակարևորը պիտի իմանանք, որ դա բռնություն է, որ դրա մասին մենք կարդացել ենք ու դա գիտենք, որ հաստատ բռնություն է, ու դա մենք պետք է նկատենք, ուզենք թե չուզենք։ Ու շատ հաճախ sense դեպքերը լինում են ոչ ակտուալ, հա, կարող կա անձը ու պատմի վաղ մանկության տարիների բռնության մասին, ինքը դա չդիտարկի որպես բռնություն, բայց շատ կարևոր է, որ մենք իմանանք, որ այս մարդը բռնության տրավմայով է։ Հետևաբար ինքը sense բարձր տագնապայնություն ունի։ Այս կապը գոնե մենք տեսնենք, որ ինչ որ փուլում, երբ որ այցելուն պատրաստ լինի վերադարձնենք։ Այո։
Այո, ու գիտես ինչն է հետաքրքիր, հաճախ խոսում ենք բռնության ենթարկված, անձանց մասին, բայց ես ինքս ծնողների հետ նույն աշխատանքում հանդիպել եմ մարդկանց, ովքեր հենց բռնություն կիրառողն են։ Ու մի քիչ կուզեմ այս սպეციფიკային էլ անդրադառնանք աշխատանքի, օրինակ, եթե նույն բռնարարը ինքն էլ է ենթարկվել բռնության փոքր ժամանակ, ինչպես այս թեմաներին անդրադառնալ, կամ ինչպես մեր այդ էմպաթիայի ու ապրումակցման, որտեղ կարող է բռնարարը մեր այցելունն է ու մենք ունենք այդ ապրումակցումը, ինչպես այդ բալանսը պահել ու ոնց որ ուրիշների ապահովագրելու եւ իր հանդեպ այդ ապրումակցման այդ բալանսը պահել։ Մի քիչ դրա մասին էլ կասես, որտեվ բռնարարներն էլ մեր այցելուներն են ու շատ կարևոր բան կուզենամ այստեղ ասեմ, ընդհանրապես եթե նայում ենք միջազգային գրականությունը, եթե անձը աշխատում է հիմնականում բռնության ենթարկված անձանց հետ, խորհուրդ չի տրվում, որպեսզի իրանք բռնություն կիրառող անձանց հետ եւս աշխատեն։ Այս շատ կարևոր բան է ինձ թվում է, որովհետեւ իր մեջ մեծ իմաստ է դրված, որտեղ երբ որ դու աշխատում ես բռնության ենթարկված անձանց հետ, քո սենսիտիվությունը ուրիշ տեղ է գնում, իսկ բռնություն կիրառող անձանց հետ սենսիտիվությունը լրիվ ուրիշ տեղ է գնում, ու ինձ թվում է այս կարևոր սկզբունք է, որտեղ ես շատ հաճախ նկատել եմ, որ այս սկզբունքը Հայաստանում ընդհանրապես չի պահվում ու շատ հաճախ շատ երկակի զգացողություններ է առաջացնում։ Այո, մենք ունենք դեպքեր, երբ որ բռնություն կիրառող անձը մանկության տարիներին ենթարկվել է ինչ-որ տեսակի տրավմայի, նույն սեռական կամ ընտանեկան բռնության։ Բայց մենք պիտի հիշենք, որ շատ մարդիկ կան, ովքեր ենթարկվել են, բայց չեն ընտրում բռնություն կիրառելը։ Միշտ պիտի հիշեցնենք մեզ, որ բռնություն կիրառելը ընտրություն է։ Այս կարևոր է, որպեսզի մասնագետը ունենա իր մեջ ու միշտ պիտի հիշի, որ դա ուժի եւ իշխանության անիվ է, ու այս ոնց որ շատ զգուշ, շատ առանց վնասելու վերադարձի բռնություն կիրառող անձանց, որտեղ հակառակ իրողությունում, որտեղ շատ հաճախ այս ապրումակցումը հակառակ բևեռի է բերում, թերապևտը օրինակ կարող է ապրումակցելով ասի դե լավ հիմա մարդ ես, չխոյնացել ես, մի բան արել ես, այս всё գնաց այն, որ ինքը փաստացի ստացավ եւս մի կարևոր մարդուց ընդունում, որ ինքը ջղայնացել է եւ բռնություն է կիրառել։ Շատ կարևոր է բարբերաբար վերադարձնել, որ ջղայնությունից հետո կարելի է ուրիշ երգեր փնտրել, ոչ թե բռնություն կիրառել։ Այս ոնց որ կարևոր մաս է, որ ինձ թվում է երբեմն շատ կարևոր է այս տեսանկյունից եւ միշտ հիշել օբյեկտիվության մասին։ Մենք իհարկե թերապևտներ ենք, ովքեր արդար դատություն չենք հաստատում, ոչ քննիչներ ենք, ոչ ոստիկաններ, բայց ինձ թվում է օբյեկտիվությունը շատ կարևոր մաս է, հա։ Երբ որ օրինակ թերապևտում զգում է թերապևտը, որ բավականին ագրեսիվ է այս մարդը, բայց ինքը որ ասում է ես ընդհանրապես ագրեսիվ չեմ, խելոք նստած եմ, ինչ որ մեկը գայս այնց ներվայնացնում է, այս շատ կարևոր բաներ է պահել նաև այս օբյեկտիվությունը։ Այսինքն էմպաթիան իր մասով իհարկե շատ կարևոր է, բայց օբյեկտիվությունն էլ պահել ու օրինակ նույն զգացողությունները թերապիայի ընթացքում որ զգում ես այդ ագրեսիան իր կողմից վերադարձնել, որովհետև երբեմն բռնություն կիրառող մարդիկ կարիք ունեն այդ մանի, հա, անդրադարձի։ Այսինքն օրինակ իր ծնողները սկսել են իրենց վախենալ, ոչ մեկ չի ասում իրան, որ դու ագրեսիվ ես քեզ պահում, չգիտեմ, տանը ոչ մեկ չի ասում, որտեղ բոլորը իրենից վախենում են ու փաստացի թերապիայում այդ կարելի է օգտագործել որպես լավագույն գործիք ու օգտագործել իշա բռնություն կիրառող անձի։ Ոնց որ օբյեկտիվորեն մարդու հետ քննարկել իր վարքը ու որոշ բաներ բնականաբար մենք գիտենք, որ ինքը եւ չել գիտակցում ու եթե իր մեջ նորմալիզացված է, գուցե ինքը ունենա մեղքի զգացում էլ, բայց այդ ցիկլը ինքը շարունակում է եւ ոնց որ մենք ենք այդ ցիկլը կտրողը, եթե օրինակ բռնարարի հետ ենք աշխատում։ Սրանջան հաճախ նաեւ այս շատ հստակ կանոն կա, որ մենք բռնարարին դաշտ չենք հրավիրում, հա օրինակ չգիտեմ, զույգերի հետ հանդիպման ժամանակ կամ որպես ծնող երբ ես հրավիրում եմ ու գիտենք բռնություն է կիրառվում, ոնց որ կարծես այդ կանոնը կա, հա, կուզես մի քիչ դրա մասին էլ ասես։ Մենք շատ կարևոր սկզբունք ունենք, որ եթե կա կասկած նույնիսկ բռնության զույգի մեջ կամ ընտանիքում բռնություն գործադրող ծնող ունենք, մենք երբեք իրան չենք բերում համատեղ հանդիպան, հա։ Եթե մենք կարիք ունենք առանձին զույգին ինչ որ մասով հանդիպելու, հա, օքեյ, այդ կարիքը, բայց մեկը անհատականի ենք ուղղորդելու, որովհետև եթե այդ մարդիկ զույգով կան թերապիայի, ամենայն հավանականությամբ մենք ցիկլը սրելու ենք, որովհետև ամենայն հավանականությամբ գինի ինչ որ բան ասելով, որը իրան դուր չի գալիս, սովորաբար տենց է լինում, ու դա գնում է տուն ու ավելի մեծ ցիկլի ենք բերում ու ավելի մեծ ցիկլի հետևանքների, որովհետև թերապիան փորձը ցույց է տվել զույգային չի աշխատում բռնության դեպքերով, որովհետև բռնության հիմքում ոչ թե իրենց երկուսի տրավմաներն են, այդ նպաստող գործոններ են, կամ չգիտեմ, այդ մարդու թմրանյութ օգտագործելը
սիրելը կամ ալկոհոլ շատ խմելը, այլ այդ ուժի եւ իշխանության անիվը։ Ու փաստորեն մենք բերում ենք միտեղ ու ասում ենք դե կիրառի ուժիդ եւ իշխանության անիվը, մենք էլ լսում ենք։ Ստացվում է, որ հակառակ լրիվ էֆեկտն է լինում, ու այս բaragայում իհարկե էթիկապես չի կարելի որպեսզի մենք զույգ որպես իրենց հետ աշխատենք, ել չեմ ասում, որ ինքը բռնությունը առողջ հարաբերությունների մասին չի, իսկ մենք զույգային թերապիայում փորձում ենք առողջ հարաբերություններում ինչ որ ելքեր գտնել, այս էլ ոնց որ մյուս կողմից այս մասն է, ու քիչ չի նաև այն դեպքերը, երբ որ այնուամենայնիվ բռնության զույգերում ապրող մարդիկ գալիս են ու բռնության ենթարկված անձը լրիվ վերցնում է իր վրա պատասխանատվությունը, կոպիտ ասած, ու փաստացի ավելի մեծացնում ենք իր կարող է եւ այս տեսանկյունից ոնց որ չի երևում դա, բայց փորձը ցույց է տալիս, որ մեծացնում ենք իր տրավման ու ամենայն հավանականությամբ ցիկլը մեծանալու է, կրկնվելու է։ Սերուն ջան, տարբեր սկզբունքներից խոսեցինք, գաղտնապահության, հավասարության, հա, մի սկզբունք էլ կա, որ ոնց որ կուզեմ քննարկենք, այդ անձնային քաղաքական է, այդ ինչի մասին է, ամփոփելով մեր այսօրվա զրույցը։ Այո, այս շատ իմ ամենասիրած սկզբունքներից մեկն է, ինքը եկել է ֆեմինիստական հոգեթերապիայից, որտեղ ֆեմինիստական շարժումն է եղել հիմք, որտեղ հասկացել են, որ ցանկացած կնոջ կյանքի պատմություն կարելի է դարձնել քաղաքական իրադարձություն, ու հիմա բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքում գենդերազգայուն սկզբունքների մեջ ինքը ներառված է որպես ամենակարևոր սկզբունք, ու իրապես շատ կարևոր է, որովհետև փաստացի յուրաքանչյուր կնոջ պատմություն կարելի է բերել քաղաքական փոփոխության։ Նույն օրենքը օրինակ ոնց է աշխատում ընտանեկան բռնության, արդյոք ինքը կնոջն է պաշտպանում, թե տղամարդուն, այս մի քիչ հարց է, արդյոք ինքը լավ է աշխատում, թե չէ, երբ որ իհարկե պահելով կոնֆիդենցիալության սկզբունքը, երկրներ կան, որտեղ օրինակ կանայք, հոգեթերապևտ կանայք պատրաստ են ոնց բարձրաձայնել այ բռնության դեպքերով իրանց ունեցած մտահոգությունները, որը շատ մեծ քաղաքական փոփոխությունների է բերում, ու այս ոնց որ լավ օրինակ է նրան, որ յուրաքանչյուր կնոջ պատմություն, յուրաքանչյուր անձի պատմություն հոգեթերապիայում կարելի է դարձնել քաղաքական փոփոխությունների հիմք։ Իհարկե Հայաստանում մի քիչ հոգեբանները ոնց որ շատ ավելի այդքան ակտիվիստական կյանքի մեջ ներգրաված չեն, բայց ընդհանրապես եթե նայում ենք դրսի փորձը, հատկապես Ամերիկայի փորձը, այնտեղ շատ հետաքրքիր սպეციფიკա կա, շատ հաճախ բռնության ենթարկված կանայք դառնում են ակտիվիստներ, իրանք դառնում են մարդիկ, ովքեր աշխատում են բռնության հենց ենթարկված կանանց հետ, այդ հավասարի խորհրդատվություններ են տալիս, շատ հաճախ հենց ոնց որ աջակցում են իրանք, որ իրանք դառնան հոգեթերապևտներ, եւ սկսեն աշխատել բռնության ենթարկված անձանց հետ, ու ամենակարևորը իրանք սկսում են տարբեր բարձր ամբիոններից խոսել դրա մասին։ Մենք Հայաստանում ունեցել ենք նման փորձեր, որ կանայք, ովքեր օրինակ ազգային ժողովում խոսել են բռնության մասին, իրենց անցած փորձի մասին, ինձ թվում է այդ լավագույն բանն է, որ կարելի ասել, որտեղ ես կարամ լիքը բան ասեմ, բայց այդ ամենաազդեցիկը այն մարդն է, որ ինքը ասում է։ Բայց այդ նշանակում է, որ իր հոգեթերապևտը հետևում մի հատ հսկայական գործ արել, հա, նպաստել է իրան, խոսացել է իր հետ, ասել է, որ այդ սոցիալական ակտիվությունը շատ կարևոր է, ու երբեմն նաև սեփական ինչ-որ բաներ զոհելով, որովհետև շատ հաճախ ես հիշում եմ մի դեպք, որ իմ այցելուներից մեկը բարձրադեն խոսում էր ու սկսեց արտասվել, ու մասնակիցները շատ ծանր տարան, որ իր հոգեբանը թողել է, որ ինքը խոսա եւ այլն, ու բախտս բերեց ես դրանից հետո խոսք ունեի եւ ես չկարողացա չանդրադառնամ դրան, որ նորմալ է, որ մարդը ուզում է, որովհետև շատ ցավոտ բանի մասին է խոսում, չէր կարա ուրախանալով ձեզ պատմել դրա մասին, ու այս միշտ մտքումս կա, որ նաեւ երբեմն այո, ոնց որ այս շատ կարեւոր մասը, որ մարդիկ տեսնեն, որ լիքը դեպքեր կա։ Մենք Հայաստանում ունենում ենք մինչև 10 տարեկան դեպք մահվան, բռնության ենթարկված, ու ինձ թվում է երևի այս ինչ որ բանի մասին է, որովհետև եթե մեր բնակչությունը այսքան քիչ է ու մենք այսքան դեպք ենք ունենում, նշանակում է շատ դաժան դեպքեր կան, որոնց մեծ մասը չգիտենք։ Այդ նշանակում է, որ այստեղ նաև հոգեբանները շատ մեծ դեր ունեն այդ դեպքերը ավելի քաղաքական հիմք տալու, առանց կոնֆիդենցիալությունը խախտելու։ Օրինակ բարբերաբար մասնագիտական կարծիք գրելով, գրագետ մասնագիտական կարծիք գրելով, որտեղ շատ հստակ ինքը նշում է, որ տրավման աշխատում ու այս մարդը աջակցության կարիք ունի։ Սերժ, եթե փորձենք ամփոփել այն ինչ որ այսօրվա զրույցից, հա, ես լսեցի, որ ցանկացած պարագայում մենք ուղղակի չենք կարող հենվել մեր զուտ հոգեբանական հոգեթերապևտ եմ այդ գիտելիքի վրա, մշտական վերապատրաստումներ, այս զգայուն թեմաների շուրջ, էլի վերապատրաստումներ, մշտապես թարմացնել մեր գիտելիքը,
օրենքի իմացությունը, գրագիտությունը բարձրացնել, որտեղ հաճախ եմ տեսնում ոլորտում, որ մարդիկ չեն պատկերացնում ինչքան զգայուն թեմաների հետ կարող են գործ ունենալ ու ինչքան սպეციფიկ են բոլոր թեմաները ու առանձին վերցրած։ Շատ համաձայն եմ, որովհետև շատ խնդրահարույց կետեր կան այս տեսանկյունից ու ես կարծում եմ մենակ բռնության թեման չի, հոգեթերապևտը իրապես կարիք ունի իմանալու ոլորտի մասին շատ բաներ, հա, վերապատրաստումներով, գիտելիքով, կարդալով եւ այլն, բայց նաեւ ինձ թվում է թեմաներ կան, որտեղ որ շատ անձնային խնդիրները պետք է լուծված լինեն։ Ես միշտ տեսնում եմ բռնության թեմայի մեջ բոլորս ինչ որ մասնիկ ունենք, ինչի որովհետեւ անցել ենք սովետական դպրոց, ինչ որ մարդիկ ընտանեկան բռնության ցիկլերի միջով են անցել եւ այլն, ու այս տրավման ցավոք սրտի մենակ հոգեթերապևտիկ աշխատանքով վերապրելը քիչ է, կարծում եմ, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ խարան է թողել, որովհետեւ երբեմն ինքը խարան է թողում ու շատ դժվար է որպես թերապևտ հավասարի սկզբունքով աշխատել ու ընկնում են ցիկլերի մեջ, այդ փրկիչի ցիկլը եւ այլն, որը շատ ավելի բարդացնում է իրականում աշխատանքը։ Ոնց որ ուզում եմ ասեմ, այո, վերապատրաստումը շատ կարևոր է, բայց եւ անձնային թերապիան ու անընդհատ այդ հաշվետու լինելը քեզ, որ այ հիմա ժամանակն է, որ ես էլ չաշխատեմ այս թեմայով կամ այս հիմա ժամանակն է, որովհետև ինքը իրապես շատ ծանր թեմա է ու շատ զգայուն ու ամենակարևորը ընտանիքի ներսում է շատ հաճախ ամենաշատը տեղի ունենում ու շատ ինտիմության զոնային կպնող է, հետևաբար շատ ցավոտ է գնում նաև որպես անձ, ուղղակի քեզ որպես կպնում է նաև որպես կին, որպես անհատ ու երբեմն մասնագիտական այրումը շատ շուտ է գալիս ի տարբերություն այլ ոլորտների, հետևաբար այդ զգոնությունն էլ ինձ թվում է շատ կարևոր կետ է։ Շնորհակալ եմ շատ եւ շնորհակալ եմ այս ոլորտում այսքան գործ անելու համար։ Ես եմ շնորհակալ շատ, մերսի։